Ժողովուրդ, կենթանի են մեր Տերը, նստեք Աստծու ժողովուրդ, փառք մեր Տիրոջը, եւս մեկ կիրակի անցավ, եւս մեկ շաբաթ անցավ, օրերը կազալս այնքան արագ են անցնում, իշքամ արագ են անցնում, իշքամ ոնց որ ասած չես հասնում, բայց գիտեք ես ամեն անգամ անսպասելիորեն սպասում եմ այդ հանդիպմանը, որ մենք հանդիպենք ստեղ, հանդիպենք Տիրոջ տան մեջ, երբ որ մենք միաբանության մեջ ենք, ես հավատում եմ, որ մենք ուժեղ ենք, երբ որ մենք Տիրոջն ենք, մենք օրհնված ենք, եթե նասամընջել է մենք իսկական ձևի հասկանում ենք կենթանի Քրիստոսը։ Գիտեք, Քրիստոսին պետք է ճանաչես, Քրիստոսին պետք է իմանաս, որ ինքը կենթանի է, իրանով պետք է ապրես, իրանով պետք է քայլես։ Ես իհարկե շատ անգամ դրա մասին ասում ենք, խոսում ենք, ես կրկին անգամ սենց կարճ կասեմ խորհրդի նման, գիտեք, ով որ չի ճանաչում Քրիստոսին ճանաչեք, ով որ չի ապրում Քրիստոսով ապրեք, ու դուք կտենաք, կհասկանաք իրապես ինչ քաղցր է ըլնել Քրիստոսի հետ։ Ամեն։ Սենց կարճ չէր, հիմա աղոթքի նման չէր, բայց երեք ես սենց մի հատ խոսք եմ պատրաստել այսօր, եւ այս խոսքը ես ճիշտ ասած վերնագիր ինձ չեմ դրել, ինչ վերնագիր է, ու մի անգամ կարամ ասեմ էլ դա հարաբերության մասին է, Քրիստոսի հետ հարաբերություն, Աստծո հետ հարաբերություն, ես ունեմ որպեսզի մենք խորիկ նորից մտնենք, ոնց որ ասած ավետարանը, շատ օրինակներ կբերեմ ես ավետարանից եւ նաեւ հին ուխտից, որ մենք այսինքն հասկանանք Աստծո խոսքը, իմանանք Աստծո խոսքը։ Գիտեք, Աստծո խոսքը մենակ լսելով չի, դու ուղղակի լսես, ասես ինչքան լավ է Քրիստոսի խոսքերը, ինչ ոնց ասած զորավոր է, դա իմ համար է, եւ մի ակնթարթեն դուրս գաս, մոռանաս, գնաս, ապրես քո կյանքով, քո ոնց որ ասած օրացույցով։ Բայց գիտեք ինչ է ամենակարևորը դա է, որ մեր կյանքում լինի փոփոխություններ։ Ես դրա մասին շատ եմ ասում, ես դրա մասին շատ եմ խոսում, որովհետև դա էական է, որ մեր կյանքում դա գա փոփոխություններ։ Չես կարա, հասկանում ես, ես միշտ ասում եմ, չես կարա գնաս Քրիստոսի հետևից, ասես ես Քրիստոսին ճանաչում եմ, Հիսուսին սիրում եմ, բայց քո հին մարդը ընդեղ ըլնի, հասկանում եք, ինչ է հին մարդը։ Հովհաննեսի ավետարանում կա մի տեղ, հետաքրքիր տեղ, Հովհաննեսի 6-րդ գլխում 53 խոսքում մի քանի տեղից կարճ կկարդամ ես։ Հիսուսը խոսում էր կենաց հացի մասին եւ ստեղ Քրիստոսը սենց արտահայտություն արեց, ասեց Հիսուսն ասեց նրանց ասաց. ճշմարիտ ասում եմ ձեզ, եթե մարդու որդու մարմինը չուտեք եւ նրա այրունը չխմեք, ձեր մեջ կյանք չեք ունենա։ Շարունակ ասում է, ով ուտում է իմ մարմինը եւ խմում է իմ այրունը, հավիտենական կյանք կունենա եւ ես վերջին օրը նրան հարություն կտամ։ То есть նայեք ինչ արտահայտություն է Քրիստոսը ստեղ անում եւ ասում է, եթե դուք իմ այրունը կամ իմ մարմինը չուտեք, դուք կյանք չեք ունենա։ Նայեք, ասեմ դա չի ասում հենց գիտեք հաղորդության պարագայով, դա դրանից առաջ ասում, դա 6-րդ գլխում է խոսում Քրիստոսը, իսկ հաղորդության պարագայով, երբ որ Զատիկի օրը ինքը աշակերտների ոտքեր լվանում է, դա 13 գլխից է սկսում, եթե ով որ կարդացել է գիտի, նայեք, ինչ արտահայտություն է, ինչ ասում, եթե դուք իմ այրունը, իմ մարմինը չուտեք, դուք չեք կարա կյանք ունենա, դուք չեք կլինի իմ հետ, то есть եւ հենց այդ նույն գլխում եւ ստեղ գիտեք 60 խոսքում երբ որ ժողովարանում էր Քրիստոս եւ նրա աշակերտներն շատեր եւ լսեցին, ասացին, խիստ է այդ խոսքը, որ կարող է դա լսել։ То есть, բայց երբ Հիսուսը ինքն իմացավ, որ իր աշակերտները դրա համար տրտնջում են, նրանց ասա, դա ձեզ գայթակղեցնում է։ Եվ շատերը աշակերտներից չգնացին, շարունակեցին Քրիստոսի հետևից, то есть как бы շրջվել բոլոր Երուսաղեմում ու չդարձան իր աշակերտները։ Ինչի, որտեղ նայեք ասեմ, կարանք հասկանանք Քրիստոսի այդ արտահայտությունը, եթե չուտես իմ մարմինը, իմ այրունը չխմես, ես միշտ մի հատ այնց բան է, ոնց դու կարաս Քրիստոսի մարմինը ու այրուն ուտես։ Բուկվալным словом, եթե մենք խոսքով sense հասկանանք, Քրիստոսը խոսում էր հոգևոր ծնունդի մասին։
Հոգևորը խոսում էր ինքը, որ հարությունից հետո, երբ որ ինքը այրունը թափելու, հարությունը առնելու եւ դրանից հետո այդ process-ն անելու եւ ով որ մարդը ընդունի Քրիստոսին, ընդունի Հիսուսին, ոնց որ անձնական Տեր փրկիչ, ու ուտի իր մարմինը, խմի իր այրունը եւ մաքրվի նոր մարմին ստանա, մեռնի Քրիստոսի մեջ եւ ծնվի Աստծո մոտ, նոր կյանքը սպասում այդ մարդուն։ Նայեք, ստե Քրիստոսը չի ասում, գիտես, դու կարաս մի քիչ ուտես իմ մարմինը, մի քիչ խմես իմ այրունը, ապրես քո կյանքով սաղ լավ կլինի։ Չէ, Քրիստոսը, երբ որ խոսում է ավետարանում, ինքը խոսում է լիովին, լիակատար։ Քրիստոս չի ասում, գիտես, դու մի քիչ կարաս ինձ պատկանաս, այն մի քիչն էլ հետո։ Քրիստոսի ամեն արտահայտությունը հստակ է, որպեսզի որ դու լավ հասկանաս։ Եթե դու այսօր Քրիստոսի մեջ ես, եթե դու այսօր Քրիստոսով ապրում ես, դու պետք է վերափոխվես։ Միանշանակ, հասկանում ես, ինչի վերափոխվես, ոնց վերափոխվես, ինչա Քրիստոսը ստե պահանջում։ Եթե մենք նայում ենք, Քրիստոսը ստե ասում է, որպեսզի դու ուտես, գաս, իր մարմինը, իր այրունը եւ կյանք ունենաս, որտեւ առանց դրա դու չես կարա։ Դու պետք է, ոնց որ ասած, մեռնես, նոր ձևի մարդ ծնվես։ Գիտեք, ասես մի հատ հարց եմ առաջանում, դու на самом деле մեռել ես, դու на самом деле վերափոխվել ես, դու на самом деле ունեցել ես քո երկրորդ ծնունդ։ Մենք առաջի ծնունդը գիտենք, երբ որ մենք մեր մոր որովայնից ծնվում ենք, այդ խոսքերը հիշում եք Նիկոդեմոս, երբ որ եկավ Քրիստոսի մոտ, ասաց ինչ Քրիստոս երբ որ վերսին ծնունդի մասին խոսած, ասաց ինչ նորից մորս որովայնից ծնունդ առեմ, ասաց դու հոգուց ջրուց պետք է ծնվես։ Դոս Քրիստոսը ասում էր երկրորդ ծնունդի մասին։ Իսկ երկրորդ ծնունդը պետք է լինի մաքուր, երկրորդ ծնունդը պետք է լինի, գիտեք, նայեք ասեմ, առաջի ծնունդը որ մարդը ծնվում է, չէ՞, սկսում է ապրել, всё, չկա, չի գնում։ Երկրորդ ծնունդ նորից դու նույն ձևի ծնվում ես ու գնում ես, սկսում ես ապրել Քրիստոսի հետ։ Բայց ստեղ հարց առաջանում։ Գիտես, դու ապրում ես, երբ որ դու ծնվել ես։ Նայեք, մենք երբ որ կարդում ենք ավետարանը, թղթերը մենք կարանք կարդանք, այսինքն Պողոսի գործ առաքելոց, մենք պետք է հասկանանք, որ այդ սաղ թղթերը, այդ սաղ ավետարանը գրված է հոգևոր մարդկանց համար։ Այնտեղ շատ քիչ կա, ոնց ասեմ, հենց իմենա աշխարհիկ մարդկանց համար, այնտեղ տալիս ասում է, կանչվածները շատ են, ընտրվածները քիչ են, այնտեղ ով որ գայինս նա կունենա փրկություն, ասում է սիրիր դիմացինիդ, սիրիր քո ասունք ամբողջ հոգով։ Եվ այս ամբողջ պարագայի մեջ Քրիստոսը խոսում է ապաշխարության մասին, հասկանում եք, որպեսզի նայեք առանց ապաշխարության, առանց անձնական նվիրատվության, առանց ինքնազոհաբերության դու չես կարա հասկանում ես նոր մարդ ծնվես։ Երբ որ դու ապաշխարում ես, մենք դրա մասին շատ ենք խոսած, երբ որ դու տալիս ես քո կյանքը Քրիստոսին, հենց այդ երկրորդ process-ը, երբ որ քո կյանքում սկսում է, հոգևոր process-ը, ինչքանով ես դու դրա մեջ, ինչքանով ես դու դրա մեջ կայուն։ Եդեք շատ օրինակներ մենք կարանք այսօր խոսենք, շատ օրինակներ կարամ ասեմ, բայց на самом деле, որ մենք օրանում ենք, հասկանում ենք, որ այսօր շատերը թույլ հոգևորներ են, էլի, ինչ եմ ասում թույլ հոգևորներ, որն է ուժեղ հոգևորը, որն է թույլ հոգևորը։ Մենք դրա մասին խոսենք հեսա մի քիչ։ Ես մեմ նաև մի տեղ կարդամ Մատթեոսի ավետարան, շարունակությունը այդ խոսքի, Մատթեոսի ավետարան 7-րդ գլխից։ Կարդամ երևի 21 խոսքից, երբ որ Քրիստոսը աշակերտներին ասում է, ոչ թե ամեն ինձ Տեր ասող երկնքի առաքայություն է մտնելու, այլ նա, ով կատարում է իմ հոր կամքը, որ երկնքում է։ Այն որ շատերը կասեն Տեր, չէ որ քո անունով մարգարեացանք, քո անունով դևեր անեցինք եւ քո անունով շատ հրաշքներ գործեցինք։ Եվ 24-րդ խոսքում Քրիստոսը խոսում է նորից երկու տների մասին է պատմում։ Հիշում եք, չէ՞ տները։ Ասում է արդ ամեն ով լսում է այդ խոսքերը ու դրանք կատարում է, կնմանվեն մի իմաստուն մարդու, որ իր տունը կառուցեց ժայռի վրա։ Անձրևն եկավ, գետերն հորդորեցին, քամիները փչեցին, զարկեցին տանը, բայց այն չկործանվեց, որտեղ ժայռի վրա էր հաստատված։ Իսկ ամեն ոք որ լսում են իմ խոսքերը ու դրանք չեն կատարում, կնմանվեն մի անխելք մարդու, որ իր տունը կառուցեց ավազի վրա։ Անձրևը եկավ, գետերը հորդորեցին, քամիները փչեցին, զարկեցին տունը ու այդ կործանվեց, եւ նա կործանումը մեծ եղավ։ Եվ Հիսուս այդ խոսքերը ավարտեց, ժողովրդին զարմացած է նրա
ուսմունքի վրա։ Նայեք, հետաքրքիր է, չէ՞, այդ օրինակը Քրիստոս բերում է երկու տների մասին։ Ով են տները, ով է ժայռի վրա կառուցող մարդը, ով է այն որ ասում է ավազի վրա կառուցող։ Ուժեղ ու թույլ հոգևորը, հասկանում եք, մարդը որ ճանաչեց Քրիստոսին, հիմքը դրվավ ժայռի վրա, ոնց որ ասում են, կառուցվավ իր տունը, լցված է խոսքով, ապրում է, վարվում է, գնում է Քրիստոսի հետևից։ Քամի է լավ, փոթորիկ է լավ, ինչ էլ եղավ, այդ մարդուն հասկանում ես, իր տունը ամուր մնաց։ Հասկանում եք ինչ եմ ասում։ То есть այդ մարդը նման է այն խոսքերին, որ Քրիստոսն ասում են, ով որ իմ մարմինը, իմ այրունը, իմ մարմինը ու իմ այրունը խմի, ինքը կապրի, ինքը կունենա հավիտենական կյանք։ Եվ այդ խոսքերի շատ աշակերտներ զայրացան, ասին, այդ ինչ է խոսում։ Նու նիրեալ բանը, հասկանում ես, նիրեալ բանը, այդ որ բաներ ինքը Քրիստոսն ասում է։ Եվ իրանք հեռացան։ Հիշում եք հենց այդ գլխի մեջ Քրիստոսը 12 աշակերտներն էլ ասեց, դուք եք ուզում հեռանաք ինձանից։ Քրիստոս այդ հարցը տվեց աշակերտներին ու հասկանում ես, գիտես, Տիրոջ մոտեցումը այնքան հետաքրքիր է, որ ինքը դաժիր աշակերտներին տալիս է ընտրություն, չի ասեց, գիտեք, դուք այդ 12 աշակերտներ դուք պետք է մնաք միջև վերջի հետ։ Դուք եք ասում ուզում հեռանաք, դուք եք ուզում գնաք ինձանից։ Ասին չէ, Տեր, մենք կմնանք, բայց որոնք աշակերտներ հեռացան, թողին Հիսուսին գնացին։ Եւ այդ աշակերտները, ովքեր որ թողին գնացին, հասկանում եք, նման են, հասկանում ես, այն որ ավազի վրա, գիտես, ստեղծված տները, որ քամին եկավ, ավազը կասում, շատ մեծ աղետալի է։ Իսկ այն մարդիկ, ովքեր որ Աստծո խոսքը լսում են ու կատարում են, պահում են, ապրում են, իրաց տունը ժայռի վրան է, նրանք հասկանում ես օրտնվածներ են։ Ես տենց եմ գտնում։ Համաձայն չեք իմ հետ, օրտնվածներ չեն։ Դու կարող ես, գիտես, կա նեղություն, կա դժվարություն, կա լիքը տագնապներ, ես անցնում եմ այդ process-ների մեջ, բա ոնց կլինի, ինչի կլինի։ Գիտես, ինչի մեջով էլ որ դու անցնես, ինչ դժվարությունների մեջով էլ անցնես, ինչ փորձությունների միջով անցնես, դու պետք է իմանաս, որ Տերը քո հետ է։ Դա առաջինը։ Երկրորդ, հասկանում ես, դու Տիրոջ հետ ես, то есть այդ դժվարությունների, փորձությունների քո կյանքի ընթացքի մեջ դու պետք է ինչա չգայթակղվես, ամուր լինես։ Գայթակղությունները կարող տարբերն են։ Ես հիմա ուզում եմ խոսեմ խոսքի մասին, խոսքը լսողները, կատարողները, պահողները, վերածնունդի մասին, վերստին ծնունդի մասին։ Հասկանում ես, ինչի մեջով էլ որ դու անցնես, դու պետք է ամուր լինես։ Եթե դու հաստատ վերցել ես Աստծո խոսքը ու ասել ես. Տեր, ես քո հետևից եմ գալի, Տեր, ես քո խոսքը պետք է պահեմ, Տեր, ես պետք է ապրեմ սենց։ Գիտեք, սրա մասին խոսում է նաև Կողոսացիներից թղթում։ Երրորդ գլուխը, Կողոսացիներից երրորդ գլուխը։ Պողոս առաքյալը ստեղ ասում է 3:5-ից, ասում է, ուրեմն ասում է, սպանեք այն ինչ ձեզ պատկանում է երկրի վրա։ Պոռնիկություն, պղծություն, կիրք, չար ցանկություններ ու ագահություն, որ կռապաշտություն է, հետաքրքիր է, չէ՞, ագահությունը Պողոսը համեմատում է կռապաշտության հետ։ Ագահ մարդը կռապաշտ մարդ է, որոնց պատճառով Աստծո բարկությունը գալիս է անհնազանդ որդիների վրա։ Դուք էլ մի ժամանակ ընթանում եք դրանց մեջ, երբ ապրում եք դրանով։ То есть հետաքրքիր, Պողոս ասում է, դուք էլ եք ընթանում։ То есть հնարավորություն կա ազատվելու այդ ամեն ինչից, հասկանում եք։ То есть Պողոս ասում է, դուք մի վաղ ընթանում եք դրա մեջ։ Հիմա то есть չկաք, բայց հիմա դուք էլ դեն նետեք այդ ամենը բարկություն, զայրություն, չարություն, հայություն, ամոթալի խոսքեր, որ ձեր բերանից դուրս է գալի, մի ստեք միմյանց, հանեք ձեր վրայից հին մարդը իր գործերով հանդեր եւ նորը հագեք, որ գիտությունով նորված ըստիր արարիչի պատկերին։ То есть ինչի մասին է խոսում։ Հին ու նոր կյանքի մասին է խոսում Պողոսը։ Խոսում ասում է, դուք ունեք խնդրեմ եւ այդ խնդրեմից դու պետք է ազատվես։ Պողոսը խոսում է այն ժայռի վրա սարքած մարդու տունը չէ, այն որ պեսոքի վրա է, ավազի վրա է սարքել, մեր սորական լեզվով ասած։ То есть որ դու տատանում ես, նայ ասեմ, հոգևորը գալիս է Քրիստոսին, վերստին ծնունդ առնում, հասկանում ես, ապրում է Քրիստոսով, չի կարող ազատվի մեղքերից, մեղքերով աշարում, բայց մտածում է, որ ինքը Տիրոջ զավակն է։ Կարա տենց լինի, չեք մտածում շատ անգամ, ով մեղք է գործում։ Գիտես, ասում ես, ինչի Աստված չի պատասխանում։ Դե չէ որ եթե դե ես կգամ, գիտեք, ասես մի տերմին կա, շատ են ասում։ Դե գիտես, ես կգամ, կխնդրեմ, կապաշխարեմ, Աստված ինձ կների։
То есть մտածում են թե եթե շնորհքի տակ է, եթե շնորհքով ես ապրում, դե ի՞նչ է, կգամ, խնդրեմ կների, չէ որ մեր Քրիստոսն է, մեր Տերն է։ Լսեք, ես համաձայն չեմ դրա հետ։ Ինչ եմ ասում, Տերը հստակ ստեղ Պողոսն ասում, մեր Տերը նույնն ասում, ով իմ խոսքերը ապահի, ով ապրի, ինքը նմանացնում է, օրինակներ է բերում, հասկանում եք։ Քրիստոսը մեր Տերը քեզ չի ուզում որևէ մեկի հետ կիսի, հասկանում եք, ճեմբոլ էս աշխարհի հետ։ Դու պետք է կողնորոշվես, դու ում ես, Քրիստոսին ես, թե ես աշխարհին ես։ Եթե Քրիստոսին ես, եթե դու Աստծուն ես, ռեալ քո կյանքում պետք է կան փոփոխություններ, ռեալ քո կյանքում պետք է դու հասկանաս։ Նայ ասեմ, եթե դու մեղք ես գործում, եթե քո մեջ կա այդ հին մարդը, պարունակված այդ լիքը հայություն, ագահություն, գրապաշտություն, չար բաներ, չար խոսքեր, ստախոսություն, եւ դու դրանցով ապրում ես։ Ես չեմ ասում, նայեք, եկեք sense ճիշտ հասկանանք, որ այդ ամենը կարող է միանգամից քո մեջ պարունակի։ Ամեն մեկի մեջ մի մարդու մեջ մի խնդիր է, ամեն մեկը մի խնդրեմ ունի, հասկանում ես, բայց եթե քննես դու քեզ, դու կարաս տենաս, որ դու ռեալ շատ խնդիրներ ունես քո կյանքում, հասկանում ես, մենակ էսի չի։ Նայեք, Սաղմոս 50-ում Դավիթը մեծ հետաքրքիր բան ասում, ասա, բերանը Տերն է խոսում, բերանը չարություն ես տալիս, 10-ին խոյ, եւ լեզուդ նենգություն է հնարում, նստում ես եւ հակառակ ես խոսում եղբորը դեմ, բամբասանքներ ես բարդում քո մոր որդու վրա, եւ ինչ հետաքրքիր խոսքեր ուշադիր լսեք, այս բաները արեցիր եւ ես լուր մնացի, կարծեցիր թե ես էլ քեզ նման եմ, բայց հանդիմանել եմ քեզ եւ քո արածը դնելու եմ քո աչքի առաջ, դա խոսում Աստված։ Հասկանում ես, то есть, երբ որ դու մեղք ես գործում, դու մտածում ես Աստված լռել է ու Աստված համաձայն է քո արածներին եւ ինքը քեզի տալու է մի օր շանս, նայեք ասում է, բայց հանդիմանել եմ, ասում է, թե ես էլ քեզ նման եմ, բայց հանդիմանել եմ եւ քո արածը դնել եմ քո աչքի առաջ, то есть ես քեզ դատելու եմ, հասկանում ես, то есть չկա բան, որ դու անես, հասկանում ես, ու չլինի անպատասխան։ Ուշ թե շուտ դու քո արածի վարձքը կստանաս, հասկացիր, դա ասում Աստծո խոսքը, ես հələ չեմ տեսել, գիտես հետաքրքիր է, որ Աստծո խոսքը չաշխատի, Աստծո խոսքը շատ ուժեղ ձևի աշխատում մարդու կյանքի մեջ, հավատացեք, հասկացեք, որտեվ դա ասում Աստծո խոսքը, եւ ասում եմ մտածեք այս մասին, ով Աստծուն մոռացողներ, որ գուցե ձեզ հափշտակեմ եւ ոչ ոք չլինի, որ փրկի։ Գոհություն ընծա մատուցողին փարաբանում էին եւ ով զգուշանա իր ճանապարհին նրան ցույց կտամ Աստծո փրկությունը, то есть Աստված դե զգուշացնում է։ Նայեք ասեմ, հին ուխտում Աստված ռուսերեն ասած просто так ветер на слова не кидал։ Այսինքն խոսքերը հենց այնպես չէր ասում, ամեն բանը աշխատում էր։ Հիմա նայեք եկեք մտնենք նոր ուխտ։ Եկեք մտնենք նոր ուխտ։ Ինչա նոր ուխտում ասում, ինչ կատարվավ նոր ուխտում։ Նոր ուխտում եկավ Քրիստոսը, Աստծո միածին որդին։ То есть ինչ, Աստված իր միածինը տվեց ում համար, մենք կարանք ասենք մեր համար, մենք բոլորս ընդունեցինք, մենք բոլորս այսօր ուրախանում ենք։ Երբ որ ումա տոներ, там Քրիստոսի ծնունդը, երբ որ ումա զատիկը, то есть там Պասխան, հարությունը, մենք ուրախանում ենք բոլորս։ Ասում ենք ինչքան լավ է ինք եկավ իր կյանքը տվեց, մենք ապրում ենք այսօր Իրանով, մենք այսօր Իրանով ենք, եթե չլներ Քրիստոսը, բայց նա самом деле մենք ապրում ենք։ Մենք իրական ձևի ենք ապրում, մենք ունենք այդ հատկությունները, այդ կյանքի, այդ խոսքի, թե մենք նորից այն հին շավիղների մեջ բռնված ենք։ Հասկանում ես, դա դու պետք է քնես, հասկանալ։ Նայեցեմ, եթե դու գործում ես այսօր մեղք, այսօր դու մեղքի մեջ ես։ Ու դու մտածում ես, ասում ես Աստված լռում է, ես կգամ, կասեմ Աստծուն, խնդրեմ Աստծուն, կների Աստված։ Եվ ստեղ ասում են այդ Սաղմոսում, հետո դու երբ որ ես լռում եմ, դու գիտես ես քո նման եմ։ Նայ, Աստված քո նման չի։ Եթե նայեք ասեմ, ինչ է կատարում, երբ որ մարդը այդ ձևի ապրում է։ Մարդը Աստված է ստեղծում իր նմանությունով։ Ոչ թե ինքն է ասում ես Աստծո նման եմ, տալիս է։ То есть Աստծուն իր ստանդարտների է մտցնում, հասկանում ես։ То есть ասում Աստված իմ նման է, իմ նմանությունով, սենց է, կդիմանա, կլսի, կների, ես կհասցնեմ, մի օր կգամ, բայց Աստված ասում է, եթե ես լռում եմ, լուր մնացի, կարծեցիր ասում եմ, թե ես քո նման եմ, չէ, ես քո նման չեմ, մի օր հանդիմանել եմ, մի օր այս ամենը բերել եմ քո առջև, եւ մի օր դու ամեն բանի համար պատասխան ես տալու։ Ճեմբոլի հիմա նոր ուխտում Ինչա նոր ուխտում կատարվել, իր միածինն է տվել ինքը,
Հասկանում եք, դա շատ լուրջ է։ Քրիստոս իր միածին որդին է, որը տվեց իմն ու քո համար, որը այրուն թափա, որի այրունով մենք այսօր դավանում ենք, մենք մաքրված ենք։ Հասկանում ես։ То есть դու ասում ես, ես հրճակում եմ, ես մաքրված եմ Հիսուս Քրիստոսի անունով, Հիսուս իմ փրկիչն է, հասկանում ես, հին ու նոր մարդը չեն կարող միատեղ ապրեն մի անձի մեջ, մի սրտի, մի հոգու մեջ։ Չի կարող քո սիրտը համ այս աշխարհով ապրի, համ Քրիստոսով։ Որտեղ որ դու գտնվես, նայես եմ, ասես մի հատ այն անգամ տերում եմ մի հատ հետաքրքիր մոտեցում աշխարհիկ, որտեղ որ դու գտնվում ես, որ վայրում դու գտնվում ես, ինչ մարդիկ քեզ շրջապատում են, ուշ թե շուտ դու նմանվում ես իրենց նման։ Հասկանում եք։ Եթե դու Քրիստոսի հետ ես քո ժամանակ անցկացնում, դու կսկսես նմանվել իր հետ։ Հասկանում եք, դա է կա հենց հարաբերություն։ Ինչա հարաբերություն, դա քո հավատն է հարաբերություն։ Հասկանում ես, դա քո վստահությունն է, դու վստահում ես քո կյանքը Քրիստոսին։ Նայես եմ, եթե դու լիովին ես վստահում քո կյանքը, եթե դու սկսում ես պայքարել այդ մնացուկ բաների համար, որ քո կյանքում այսօր տեղի ունենում, հասկանում ես, դու կլինես հաղթող Հիսուս Քրիստոսով։ Հասկանում ես։ То есть եթե դու մեղքին ասում ես, գիտես, մեղ, ես համաձայն չեմ։ Նայեք ասեմ, եկեք քնենք, եկեք Կողոսացիներից թուղթ նորից բարկություն, զարություն, հայհոյություն, չար բաներ, то есть լիքը բաներ կան, դեռ կարող նորից ընթերցենք։ Պղծություն, պոռնիկություն, սուտ խոսալ, հասկանում ես, то есть ագահություն, то есть նայեք ասեմ, настолько այսօր մարդը կարող լցված լինի այդ հատկություններով։ Настолько այսօր մարդը կարասի, գիտես, դե Աստված կսպասի, ես մի օր կփոխվեմ։ Բայց Սաղմոսում ասում, գիտես, ասում, դու կարծեցի, թե ես քո նման եմ, բայց ես քո նման չեմ։ Դու մտածում ես, որ ինձ դու ստեղծել ես քո նման, ու ասում ես, ես ասում, նայեք ասեմ, էդի ինչ ա, երբ որ մարդը տենց ասում, դա չիմանալ Աստծո խոսքը։ Դրա համար ես միշտ ասում եմ, գիտես, կարդա ուսումնասիրի Աստծո խոսքը։ Երբ որ հոգևորներ շփում ես, ասում եմ, գիտես, ես աղոթում եմ, բայց շատ քիչ եմ կարդում։ Ես ասում եմ, կարդա շատ ու սկսի աղոթել շատ։ Հասկանում եք, որովհետև դու պետք է իմանաս Աստծո խոսքը, դու պետք է իմանաս ինչա ուղղված այսօր քեզ, ինչ ասում այսօր Քրիստոսը, ինչ ասում վերջը որ դու անես, փոխես քո կյանքում, հասկանում ես, բայց հոգևորը գնում է, սկսում է ապրել, ասում է ես վերցրի իմ խաչը, ուրացամ ու գնում եմ Քրիստոսի հետևից, բայց ես գնում եմ իմ հնով։ Սիրելիս, դու չես կարող քո հնով հավիտենություն ժառանգես։ Ոնց դու չես հասկանում։ Աստված լռում է, Աստված չի լռում, եւ նա ինչ ասում է, ես մի օր քեզ հանդիմանել եմ ու քո արածը դնել եմ քո առջև եւ դու պատասխան ես տալու այդ ամեն բանի համար, ինչ որ դու արել ես։ Հենց այնպես չի Քրիստոսի անունով խաղալ, ոնց ասում տունտունակ խաղալ, հասկանում ես։ Քրիստոս ես քեզ սիրում եմ, Քրիստոս ես փոխված եմ, բայց ես գնում եմ նոր նայում ես մեղքը ցանում է, դե չիմացամ ինձի պահե Չիմացամ ես, նու գնացիմ, բրթին գնացիմ, մեղքի մեջ չընկամ, ախ ես ինչ վատ լեզու ունեմ։ Սիրելիս, դու կարաս, դու ուզես դու կարաս, դու կարաս շատ բան փոխես քո կյանքում։ Եթե դու ուզում ես մի բան գնես քեզ, դու չես առնում ես, չէ, դու ուզում ես մի բան ուտես, գնում ես, то есть մարդու այն ինչ որ Քրիստոսի հետ է կախված, մենք սա դժվարանում ենք։ Դե ասում ենք, դե գիտես, մենք շնորհքի տակ ենք, չէ։ Եթե դու շնորհքի տակ ես, դա չի կոչվում, որ դու ազատված ես։ Շնորհքը վերափոխում է օրենքը, չէ՞, մենք գիտենք, օրենքը, եթե չլներ օրենքը, չէր լինի շնորհքը։ Հասկանում ես, որտեվ կա շնորհ, շնորհքով դու հասկանում ես, ինչ կարելի է, ինչ չի կարելի անել, դա հենց օրենքն է, Մովսեսի օրենքն է։ Եվ հենց այդ 10 պատվիրանները, հիմքը պատվիրանների ամենառաջին դա 10-ից է սկսում։ Հիշում եք։ То есть դրանից է սկսում։ Եվ ինչ ասում ստեղ Քրիստոսը, Քրիստոսը դու պետք է վերափոխվես, դու պետք է ելնես, քո տունը պետք է ժայռի վրա ստեղծվի, հասկանում ես, ժայռի վրա, որ քամի լինի, փոթորիկ լինի, աղետներ լինեն, հարցակումներ լինեն, դժվարություններ լինեն, նայեք ասեմ, եկեք հասկանանք, ինչա փորձություններ, ինչա աղետներ, ինչա դժվարություններ։ Գիտեք, մենք հիշում ենք փորձություն, դժվարություն, երբ որ դու մի բանի մեջ ընկնում ես, ասում ես, Տեր Աստված, ես ընկել եմ ինձի հանիր, Տեր Աստված, ֆինանսական խնդրեմ ունեմ, Տեր Աստված ինձի նեղացնում են, Տեր Աստված սենց է, ես սաղից դժբախտն եմ, սաղ ինձի հալածում են։ Հարց, ինչ են քեզ հալածում։ Հարց, ինչ ես դու ընկել, ով է քեզ նեղացնում։ Ինչի համար են քեզ։ Դու Քրիստոսի անվան համար ես հալածում։ Եթե դուք սկսեք քնել, չէ, դու Քրիստոսի անվան համար շատ քիչ եք հալածում, այսինքն,
բայց ամենաշատը դուք հարվածում եք ձեր ընտանեկական խնդիրների, կորեկների, այն մարդիկ ովքեր որ ձեզ շրջապատում են, որտեղ որ կարան վիճաբանություններ, կռիվներ, խոսակցություններ տեղ ունենան, որտեղ որ կարա ֆինանսներ լինի, որտեղ որ կարա չհասկանալ լինի, որտեղ որ մարդը մարդուն չի կարող, դրանից ալնում։ Եվ այդ պահին մենք վազում ենք Քրիստոսի մոտ, ուզում ենք, որ Քրիստոսը ամեն հարցերի լուծումը տալ։ Բայց մոռանում ենք, որ մենք էլ ենք սխալ թույլ տալի։ Մոռանում ենք, հա, նայեք ասեմ, բերեջ եմ, երբ որ դու մեկին մեղադրում ես, առաջներտին նայի քեզ։ Աստծո խոսքը դրա մասին հստակ ասում է։ Ինչի՞ ես դու քո աղբոր աչքի մեջի շուղը տենում։ Հələ մի հատ դու քո աչքի մեջի գերանը հանի, գերանը մեծ է շուղից։ Շուղը փոքր է, հասկանում ես, то есть խնդրումը կարա քո մեջ լինի։ Այդ խնդրից դու պետք է ազատվես։ Դա ասում է մեր Տերը, մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Գիտեք, հետաքրքիր է Աստծո խոսքը, ես ես կարդում եմ, ճիշտ ասած, այդ վերջի, ոնց որ Սերգեյ աղբերը ասաց, վերջի պահին փոխեցի մի հատ նոր sense պատմություն մտցեցին, բայց Երևանից այդ պատմությունը sense խելքից ֆռում հին ուխտից։ Հին ուխտից մի հատ օրինակ եմ բերում, հետո մենք նորից կվերադառնանք նոր ուխտ։ 4-րդ թագավորաց։ Նայեք ասեմ, այնքան էականը, որ մենք հասկանանք, նայեք ասեմ, այնքան էականը, որ մենք հասկանանք, որ մեր կյանքը նման է այդ հերոսներին, աստվածաշնչյան հերոսներին, դաժե հին ուխտը, հրյաները, որ եսին որ թվերում, դարերում են եղել, հասկանում եք, կան մարդիկ, որ իրանց մոտեցում է, իրանց կյանքը ոչ իմ բանով այսօրվա 21-րդ դարվա մարդկանցի չի տարբերում, հավատացեք, ոչ իմ բանով չի տարբերում, որովհետև ինչով է տարբերում, Սամալյոտներով, ավտոմեքենաներով, լավ ապրուստով, այո, բայց այն վաղտեր են մարդիկ ապրել։ Թագավորաց 4-րդ թագավորաց 5-րդ գլուխ։ Ես խոսամ Նեմանի մասին։ Հիշում եք Նեմանին, չէ՞, Նեմանը ով էր, ինչ էր։ Ես չեմ ուզում լիքը խորանամ դրա այդ պարագայով, որ Նեմանը ինչի պատճառով եկա։ Մենք գիտենք, որ ինքը բորոտացած էր, հիվանդության պատճառով էր եկել։ Հիշում եք, որ սիրիացի թագավորը նամակ ուղարկեց հрьяաների թագավորին, հрьяաների թագավորը խառնվավ, ասեց ինք ուզում է իմ չասում է ինչ նամակի հեղինակությունը, թե որ մենք արդանք բնոված դե գրում է դու պետք իմ ընեցանես իմ, այսինքն կարճ ասած իմ զորագլուխի հրամանատարը բուժվի։ Ասում է ես ոնց, ես ինչ եմ, ես Աստված եմ, չխառնվավ, չէ, բայց լուրը հասավ մարգարեին։ Մարգարեն ասաց թողա ամեն ինչ լավ կլինի։ Նայեք, այս Նեմանը ամեն հարստությունով, պատվով, ամեն ձևով ելավ, եկավ մարգարեի տուն։ Հիշում եք, չէ, բոլոր կարդացել եք երևի իսումը։ Շատ հետաքրքիր տեղ է, էլի։ Հույսով, որ ամեն հարց պետք է հասկանում ես լուծվի։ Եվ ինչ ելավ։ Եկավ կանգնեց, ասեց արի դուրս։ Նայեք ասեմ, հետաքրքիր որ այդ Եղիան, այսինքն մարգարեն Եղիսյան, պետք է լիներ ինչ աներ, ձեռը դներ գլխին, ասեր, տամ հրճակում եմ բուժվի, էս եղի, այն եղի, մեկ էլա մյուսը։ Չէ, դες չեղավ։ Եղավ ինչ ասեց, ասես գնա Հորդանան 7 անգամ։ Մտի եղի ու կբուժվես, չէ՞։ Ինչ եղավ։ Ինքը ֆրած ջղան գնաց, նեղացած։ Ինչ մերտեղ չկա երկրում, գետեր որ գնամ, то есть մարդու ես մոտիկ ասում եմ, նայեք ասեմ, իմաստ էս այս կկարդամ ինչի մասին եմ ես ուզում խոսեմ։ Ինչի մասին եմ ես ուզում որ մենք մեր շեշտը դնենք։ То есть գնաց, մտավ այդ Հորդանան 7 անգամ մտավ, եղավ, տեսավ մարմինը փոքր երեխու մարմինի նման էր, խնդրեմ չկա։ Всё։ Եկավ հետ եւ մոտիկացավ, ինչ եղավ, մոտիկացավ մարգարեին որ տենար, կարդանք երևի 18 խոսքից, երևի 15 խոսքից, նա իր ամբողջ բանակով ետ դարձավ, եկավ Աստծո մարդու մոտ, արդեն բուժված, կանգնեց նրա առաջ եւ ասաց, իմացավ որ այս ամբողջ երկրի վրա Աստված չկա, այլ միայն Իսրայելը եւ հիմա խնդրում եմ մի ընծա ընդունիր քո ծառայից, բայց նա ասաց կենթանի էտերը, որի առաջ կանգնած եմ ես, չեմ ընդունի։ Նեմանը ստիպեց նրան, բայց նա մերժեց։ Նայեք ասեմ, հետաքրքիր է, չէ, պատվով եկել է, ամեն ինչով եկել է, ուրախության սարսաման չկա։ Հասկացա, որ Իսրայելի Աստծո նման կենթանի Աստված չկա։ Ասում են կենթանի է քո Աստվածը, որ այսօր ասում են կարճ ասած, շատ աստվածաբաններ խոսում են, որ Նեմանը ընդունեց Աստծուն, ընդունեց կենթանի Աստծուն։ Եվ խնդրում ասում են, բայց ասում են ասես, կենթանի քո Տերը Աստվածը կանգնած եմ, ընդունի, Նեմանը ստիպեց նրան, բայց նա մերժեց։ Եվ Նեման ասաց, հիմա որ չես ընդունում, թող քո ծառային 2
ջորու բերի հող տրվի, որտեվ քո ծառայի տիրոջի բացի այլև ուրիշ աստվածների ողջակես կամ զո չի մատուցելու։ Թող այս բանը միայն Տերը ների քո ծառային, ակ ինչ ասում, Տերը ների քո, այսինքն այն, որ երբ իմ Տերը Ռեմոնի տունը մտնեմ, այնտեղ երկրպագություն անելու համար ու հենվի իմ ձեռք, եւ ես էլ երկրպագեմ Ռեմոնի տանը այն ժամանակ դրա համար, այսինքն Ռեմոնի տանը իմ երկրպագելու համար թող Տերը ների քո ծառային։ Դու ինչ ասում, երբ որ ես հետ գնամ, մտնեմ իմ թագավորի տանը, գնանք մեր կուրքերին սկսենք պաշտել, երբ որ ես սկսեմ ընդ պաշտել, երբ որ ես իմ ձեռը դնեմ, հենվեմ, թող Տեր Աստվածը ների ինձ։ Ես չեմ ուզում, պրոստո ստիպված եմ։ Ծանոթ բան չի մեր կյանքի, այսինքն մթնոլորտում հոգևորներ, որ գնում են մի տեղ կամ մի կյանքով, մի բանով, ես չեմ ուզում, ինձ ստիպեցի, հասկանում ես։ Ես ասեցի, ես ուղղակի հիմվեցի, հասկանում ես, то есть դու հասկանում ես, որ հասկանում ես, այնտեղ որտեղ որ դու գտնվում ես, այնտեղ որ դու կարաս ըլնես, դու կարաս Քրիստոսից քաշվես, դու կարաս քեզ պայես ոնց որ քրիստոնյա, օրինակ, Քրիստոսի ներով, նայ, այդ նեման ընդունել, դե վсё գնա, կայնի դուխով կայնի ասա, չէ, ես հավատում եմ կենթանի ասուն, վсё, այն մեկ Աստվածա, որ ինձ փրկել է, բժշկել է բորոտությունից, բա Քրիստոսը քեզ ինչից է բժշկել, ինչ բորոտությունից է քեզ բժշկել, կարաք ասեք, մեղքերի թողությունը քեզ սրբել է մեղքերից, հասկանում ես, եթե Քրիստոսը քեզ դրել է մեղքերից, բան չէ դու շարունակում նորից մտնել մեղքի կյանք, հասկանում ես, ինչպես դու շարունակում նորից գնալ ընդեղ, հասկանում ես, ու հետո ասես, դե գիտես ես չէի ուզում, Տերը թող ների քո ծառային, Տերը թող ողորմա, ես չէի ուզում, պրոստո ստիպված եմ, հանգամանքներն են սենց, Եվ նա ասում ասաց նա գնա խաղաղությամբ, եւ նա մի քիչ հեռացավ նրա մոտից, հետո դուրս է գալի Մարգարեի ծառան, որ շատ եմ հիմա իր մասին խոսալ, Գեհեզին, գիտեք այնքան հետաքրքիր է այս ծառայի մաս, ես շատ եմ խորացել այս Պաուրոգայով, շատ եմ կարդացել, յուրահատուկ անձնավորություն, հասկանում ես, ամենտեղ փնտրում է իր շահը, ագահ մարդ, ստախոս մարդ, ու գիտեք ես կարամ ասեմ պարունակված լիքը մարդ, հասկանում ես, բայց Աստծո Մարգարեի ծառան, հասկանում ես, ծառայություն անում, ամեն ինչ տենում է ոնց է, դու կարեք ասեմ, դե ոչ չվախենաս Աստծուց, չէ դու տեսար, եկավ այդ նեմանը, բորոտ, կոնկրետնի, վсё, գնաց 7 անգամ մտավ, Աստված գործեց, վախը չկա, հասկանում ես, ռուսերեն ասած, страх Господний люди, հասկանում ես, արդեն պտիրյալ է, Աստվածավախությունը կորցրել են այսօր մարդիկ, այդ նույնն է, Գեհեզի պարագայով, Աստվածավախությունը կորցրել էր, որ այսօր շատ հոգևորներ կորցնում են իրենց Աստվածավախությունը։ Հոգևոր կյանքը դառնում է սովորական բան, Քրիստոսը սովորական բան։ Այսօր կանեմ, մի ժամից հետո կխնդրեմ։ Այսօր ես քրիստոնյա եմ, հետո մեղավոր մեղքով ով է գիտի, ինչ գիտի, նորից դու կարաս մտնես։ Ես պայքարի մեջ եմ, ես պատերազմի մեջ եմ։ Գցեթե մենք կարող ենք Քրիստոսին սխալ հանենք, գցեթե Քրիստոս գրեստը դերավ թողում ենք հանգիստ։ Նորից մենք ապրում ենք։ Գցեթե դու կարաս սուտ խոսես, գցեթե դու կարաս ագահ ըլնես, հասկանում ես։ Այդ Գեհեզյան հեսա կարդամ կտենակ ինչ հետաքրքիր մեծ անձնավորություն է։ Գեհեզին ասում մարդը Եղեսի ծառան ասաց. Ահա իմ Տերը խնայեց այս ասորի նեմանի բերածը չվերցեց նրա ձեռքինը։ Կենթանի է Տերը, եթե ես չվազեմ նրա հետևից ու մի բան չվերցնեմ նրանից։ Ինչ ուժեղ տղա է, չէ՞։ Վազեմ, գնամ, վերցեմ, դե լավ ով է իմանում։ Մարդիկ գիտեք հետաքրքիր որ մեղք են գործում։ Ես հիշում եմ այն աշխարհի կյանքում ես որ մեղքով է ապրում, ասում եմ դե մեկ Աստված չի տենում, հիմա մեղք գործիմ, կապաշխարեմ։ Ինչ է, կապաշխարեմ, չէ որ խոսք ասում է 77 անգամ կներեմ։ Հասկանում եք, հիմա ես ասում եմ, հիշում եմ, որ նոր կարդում եմ 50 Սաղմոսը։ Ասում եմ, դու գիտես որ ես լռում եմ, ես քո նման եմ, հասկանում եք։ Դու գիտես ես քո նման եմ, ասում եմ ես քո նման չեմ։ Ուշտե շուտ, ես ամեն բան կհանդիմանեմ, կդնեմ քո դեմ։ Ամեն բան ու ամեն բանի համար դու կպատասխան կտաս։ Հետո նոր չենք ավելացնում, քանի ուշի ապաշխարի։ Փոխի քո կյանքը, հասկանում ես, նոր ուխտեի, դե այսինքն ապաշխարի։ Բայց ես Գեհեզյան նայք ասեմ, վազեց,
վազեց, ասես գնա մի բան վերցեմ, տեսավ փող, տեսավ հարստություն։ Նայեք ասեմ, ստեղ ինչ խոսած էս մարդու մոտեցումը։ Հետո մենք կկարդանք կտանանք, ինքը ստախոս է, ագահ մարդ է, ասեց եկել է մի բան փոկենք։ Դե լավ, մարգարեն չվերցեց, ես խաչաբը վերցեմ իմ համար։ Գիտեք հետաքրքիրն է, լավն է չտարավ մեծ աղքատներին տա, կամ ինչ-որ մի հատ բարեգործություն անի։ Որ այսօր հասկանում ես, մոտեցումով եթե մենք նասամ ըմջելը նայենք, Կողոսացիներից 3-5-ում տալիս ասում է ագահ մարդը կրապաշտ է, նմանակը, то есть ագահությունը դա կուրք է, հասկանում եք ինչ եմ ասում, ագահ մարդը, գիտես, ինքը երբեք ոչ մեկ բան չի կամենում, ագահությունը կարա քո ժամը լինի, քո վաղը լինի, քո րոպեն լինի, դու կարաս ագահ լինես քո ընտանիքում, հասկանում ես, դու կարաս լինես ագահ ամենուրեն, հասկանում ես, դա ես կարամ ասեմ ռեալ կապվածությունը, սիրելիներս, ոնց որ եւ նաեւ կարանք խոսանք տարբեր մեղքերի հատկությունները։ Կա հնարավորություն դրանից ազատվել։ Իհարկե կա, մենք դրա մասին խոսենք։ Շատ մեթոդներ կան։ Այդ մեթոդները մեր Տեր Հիսուսն առաջարկում։ Եվ Տերը չվազեց հետևից մի բան չվերցեմ։ Եվ Գեհեզին վազեց Նեմանի հետևից, եւ Նեմանը տեսավ, որ մեկը վազում էր հետևից, կառքից թռավ, ցած նրան դիմավորելու եւ ասաց. «Խաղաղությամբ եմ»։ Եվ նա ասաց. «Խաղաղությամբ եմ, իմ Տերը ինձ ուղարկեց, թե հիմա ինձ մոտ Եփրեմի սարից մարգարեների խմբի 2 պատանի է եկել, խնդրում եմ նրա համար մի տաղանդ արծաթ ու 2 փոխնորդ հանձերս տուր»։ Հետաքրքիր է, չէ՞։ Ինձ լով կնես մեզ խափում է, էլի ասում է, մարգարեներ են եկել, պտի տանեմ, փող ա պետք, պտի տանեմ, հասցնենք, շոր, զգես։ Ասում է, վախված զգեսներ, այնքան սիրուն զգեսներ են, ասում է։ Նայք, ասենց օրինակ էր մեկը բերում, ասում է, այդ զգեսները, այսօրվա ծառայողներին զգեսները պետք է, թե պետք չի, պետք է, չէ, բայց այդ մարդը ու չէր վերցում ծառայող, այդ մարդը վերցում էր իր համար։ Այդ ոսկի, այդ արծաթը վերցում էր իր համար, ինքը չէր մտածում որևէ մի բան անել, ստախոսում է իմ Տերը կուրսի է, то есть Աստված, մարգարեն, գիտի, ես եկել եմ իր, ինքը փոշմանեց, մարդիկ եկան ասեց, նայեք ինչ ուժեղ ստա, ու գիտեք ինչ է հետաքրքիր, երբ որ դու մտնում ես դրա մեջ, դու հասկանում ես, այսօրվա 21-րդ դարում ոչ մի բան չի փոխվել, մարդիկ նույն ձևით են ստախոս են, մարդիկ հասկանում ես, ոնց ասեմ քեզ, ման են գալի, փնտրում են, տարբեր են աստիճանների հասնում են ծայրահեղություններին, լիժբը չոր դուրս գան ջրից, լիժբը իրանցը դիզելու լավ, հարթելու, Յետեք ստախոսություն շատ վատ մոտեցում է սիրելիներս, ստախոսությունից գալիս են շատ ահավոր մեղքեր, դրա մասին Կողոսացիներից 3:5-ն է, եղիր մաքուր, եղիր պարզ Տիրոջ առջև առաջին, հասկանում, գիտես դու կարաս մարդուն խաբես, դու կարաս այսօր ձևանաս լավ հավատացյալ, Քրիստոսին սիրող անձնավորություն, ոնց որ այդ Գեհեզիան վազեց եկավ, ասեց ես եկել եմ իմ Տերս ա ուղարկել, եկել եմ տուր, գիտես, դա ուշ երկար չի տևի սիրելիներս, եկեք նորից հիշենք Սաղմոս 50, ասում է, եթե ես լռում եմ, դու գիտես ես քո նման եմ, չէ, եթե Աստված լռում է, ավելավա թող խոսա, գիտես, եթե Աստված լռում է, ուրեմն ուշ թե շուտ, սպասի սյուրպրիզներ, հասկանում ես, եթե դու չապաշխարես, եթե դու չգիտակցես, եթե դու չվերանայես, եթե դու չփոխվես, հասկանում ես, որտեվ դու կենթանի Քրիստոսի անուն ես տալի քո շրթունքների մեջ, դու ասում ես, Հիսուս իմ փրկիչն է, ես տվել եմ իմ կյանքի իրանը, բայց դրանում դու սկսում ես չարաշահել, նայեք ասեմ, այս ամենը, որ ասվում է, որպեսզի գա քո կյանքում փոփոխություն, այս ամենը չի ասում, որպեսզի քո կյանքում գա թուլություն, տկարություն, հիասթափություն, այս ամենը պատվում է դրա համար, որպեսզի մենք հասկանանք Տիրոջ խոսքի ստանդարտները։ Դուք իմ հետ եք։ Իմ հետ եք ասու ժողովուրդ։ Ինչի եմ ասում իմ հետ եք, որտեղ մենք պետք է լինենք մեկ մտքով, մեկ խոսքով Քրիստոսի մեջ, որտեղ Տիրոջ նույն հոգին այսօր մեր ամեն մեկի մեջ է, հասկանում եք։ То есть իմ մեջ ուրիշ հոգի չի, քո մեջ ուրիշ, մեկ Տիրոջ հոգին է, Սուրբ հոգին, որ այսօր մեզ բոլորիս առաջնորդում է, որ մեզ այսօր բոլորիս տանում է իր խոսքով, հասկանում եք։ Եվ այդ Գեհեզիան, երբ որ եկավ, ասում է, Տեր ուղարկել է, մարգարեներ են եկել, եւ Նեման ասաց, բարեհաճիր առ 2 տաղանդ, եւ նրան ստիպեց ու 2 տաղանդ արծաթ ծրարեց 2 պարկի մեջ եւ 2 փոխնորդ հանդերձ ու տվեց իր 2 ծառաներին,
որոնք տարան նրան առջև։ Երբ բլրին հասած վերցեց նրանց ձեռքից եւ թաքցեց իր տան մեջ, մարդկանց ճանապարհ դրեց ու նրանց գնացին։ Նրանք հետաքրիր է, այս պայը որ ասում է թաքցրեց իր տան մեջ, իմնա ոչ մեկին չի։ Всё, եկա մտավ իմ տունը, դա իմնա։ Ես ընչի պետք է կիսվեմ կամ ընչի պետք է տանեմ, ընչի պետք է գնամ օր։ Նայեք ասեմ, Դավիթ թագավոր հետաքրիր բան ասում է, ես միշտ կարդում եմ այստեղը, հիանում եմ Դավիթի աղոթքին, երբ որ ինքը ասում է Տեր, այն ինչ որ դու տվել ես ինձ, ես բերում եմ զոհեմ քո տան մեջ։ Խայցա դրանք այդ ամենը ինչ որ ձեռք բերեց Գեհեզիան, դա գողության, ստախոսության, ագահության հետևանքն էր։ Հասկանում ես։ Ինքը տեսավ Նեմանի այդ մոտեցումը, Նեմանը որ սենց եկավ, ստացավ ամեն ինչ, բայց Աստված հո չէր ասել սենց արա։ Մարգարեն այն ինչ որ ասում էր, Աստծո ձայնից համաձայն էր մարգարեն խոսում։ Եթե մարգարեն ասեր, թող ընդունում ենք, ինքը կթողեր սա, ասես պետք չի։ Ինչի պետք չի, գիտեք ինչի պետք չի, որտեվ ինքը հեթանոս էր։ Հասկանում ես։ Հին ուխտում հրյանները, եթե հիշեք Մովսես, երբ որ մտնում ասում է, մի վերցեք իրանցից ոչ մի բան, մի վերցեք ոչ մի բան, մի առեք ոչ մի բան, դաժե այնքան ծայրահեղություն էր, որ ասում է Մովսեսին ասում էր, Տերը թող ձեր տղամարդիկ կանաչ չվերցեն ուրիշ ազգերից, հասկանում եք, չխառնեն արունը, то есть սենց շատ լուրջ մոտեցում էր։ Եվ այս պարագայում հասկանում ես ինքը բերես ասե։ Բայց գիտեք Աստված ամեն բան գիտի։ Եթե դու ինչ որ գաղտնաբար անում ես, ինչ որ թաքնաբար անում ես, մտածում ես թե Աստված չգիտի, մտածում ես թե սա նորմալ է։ Նայեք ասեմ, ագահության չափանիշը երբեմն հասկանում ես, հասնում է իր աստիճանին։ Ինչ եմ ասում, հասնում է իր աստիճանին, ծայրահեղության աստիճանին։ Երբ որ ուսումնասիրում եք Գեհեզիայի պատմությունը, նոր ուխտից sense մտամ ու հասկացամ ինչքանով էր այդ մարդուն վերցել ագահություն ու սոտախոսությունը։ То есть հանուն իր շահի այդ մարդը պատրաստ էր ամեն բանի։ Հասկանում եք։ Այդ մարդը պատրաստ էր ամեն բանի։ Եվ ասում են Եղիսեն նրան ասաց, չէ որ մի հոգի գնացել էր իսկ 25 իսկ ինքն եկավ ու կանգնեց իր տիրոջ առաջ։ Պահեց ու եկավ կանգնեց։ Եղիսեն ասաց նրան, որտեղից ես գալիս Գեհեզիա։ Եվ նա ասաց, քո ծառան ոչ մի կողմ չէր գնացել։ Եվ Եղիսեն նրան ասաց, չէ որ իմ հոգին գնացել էր այնտեղ, երբ այդ մարդը ետ դարձավ, իջավ իր կառքից քեզ դիմավորելու։ Միթե արծաթը առնելու հանդերձները, ձիթեները, այգիները, հոտերը, առաջները, ծառաները, աղանները առնելու ժամանակն է հիմա։ Նայեք, ստեղ խոսում է արդեն Եղիսեն Գեհեզիայի воображенияի մասին, то есть շատ ինքը երազում էր այդ ամեն ունենալ, հասկանում ես, բա մի արծաթ, արտեր էր ուզում ունենալ, հասկանում ես, ծառաներ, աղիներ էր ուզում, ամեն բան էր ուզում, բայց նայեք ասեմ, այն ինչ որ ինքը Նեմանից ուզում էր, ինքը սաղել ստացավ, դաբավը ստացավ Նեմանի բորոտությունը, հասկանում եք, եւ ասում եմ, ուստի Նեմանի բորոտությունը հավիտյանս կպչի քեզ ու քո սերնդին։ Հասկանում եք, то есть ինչ կատարվավ ստեղ հետաքրքիր է, չէ՞։ Այն ինչ որ դու ուզում ես, հիշենք 52 Սաղմոսը։ Երբ որ ասում ես լռում եմ, Աստված դրեց այս ճանապարհին, թողեց Գեհեզիան այդ process արեց։ Եկավ, հասավ, պահեց իր տունը, եկավ, ասաց, «Ո անմիտ, դու չէ որ նյուժել դու այդքան միամիտ ես ով մարդ։ Իմ հոգին քո հետ է ֆռում։ Իմ սիրտը, то есть Տիրոջ հոգին գնացել է, Տիրոջ հոգին հայտնել է Եղիսեին, հասկանում ես։ Այն ինչ որ դու ուզում ես, այգիներ, հոտեր, առաջներ, ծառեր, աղաներ առնելու նյուժել ժամանակն է։ Ուստի թող Նեմանի բորոտությունը կպնի քեզ մինչև քո սերնդի վերջ, մինչև Գեհեզի նրա մոտից դուրս եկավ բորոտության ճերմակ գույնի նման։ Հավիտյանս ասես կպնի քո սերնդին։ То есть Աստված Սամոսը ոնց գրված ասում է եւ նա կատարվեցավ Աստծո խոսքը, то есть մարգարեն ասեց եւ ամենը, то есть ինչին ինքը վազեց։ Նայեցեք, բայց եկեք ստեղ մի հատ հետաքրքիր բան մտածենք, սիրելիներս։ Գեհեզիան ծառայության մեջ էր։ Ինքը ծառայում էր մարգարեն, то есть մենք կարանք ստեղ ասենք ինքը Աստծո ծառա էր, հասկանում ես, մարգարեի ոնց որ ասած խոսներ տանում, բերում, վազում էր, ասում էր, то есть ինքը լուրջ դիրքի մեջ էր։ Հիմա եկեք սենցանք, քո դիրքը ո՞րն է այսօր Տիրոջ տան մեջ։ Դու ինչ դիրքի մեջ ես։
քո դիրքը առավել դիրքա, то есть նա ես չեմ ուզում քեզ համեմատեմ գեյզի հետ, այդ ծառայի հետ, բայց եկեք մենք ասես մտածենք, կա բաներ, որ այսօր քո կյանքում կա բաներ, որ դու ստախոսությունով ես անում, то есть даже կարող ես սուտ չես խոսում, ստացվում է ուղղակի, ոնց որ ասում են շատերը, ստացվում է, ես չէի ուզում, պրոստը ստացվավ խաբել։ Կա բաներ, որ դու իրապես մտածում ես, հասկանում ես շահասիրության մասին։ Նայեք, եւ այդ ամենը քեզ տանում է դեպի կորուստ, դեպի կործանում։ Հասկանում եք։ Իմ հետ եք ասու շորտ։ Գիտեք ինչ եմ ասում, նայեք, դա մեր կյանքի այսօրվա օրինակն է, սիրելիներս։ Ես չեմ կարող ասեմ ինչ-որ մի հատ նոր բան է փոխվել մարդու բնավորության պարագայով։ Նայեք, ագահ մարդ այսօր ագահել է։ Ագահը միշտ ագահորեն է մոտեկանում, հասկանում ես ամեն հարցում։ Ոնց էլ որտեղ էլ որ դու լինես, հասկանում ես։ Ագահություն շատ անգամ խոսում է մեր հարաբերություն Աստծո հետ։ Միանշանակ։ Իդես դու պետք է լինես զոհաբերող, դու պետք է իմանաս քո կյանքը տալ Քրիստոսին։ Ոնց որ Հռոմեացես 12-ում ասում ասա դու պետք է լինես զոհաբերող անձնավորություն, դու ինքնազոհաբերություն պետք է անես։ Իդես դու կարաս նվիրված ըլնես որոշ եկեղեցում սիրես մարդկանց, բայց դու կարաս հեռուլես Աստծուց։ Հասկանում ես։ Դու կարաս ըլնես զոհաբերող, ընծայի 10-րդի մեջ, բայց դու կարաս ըլնես հեռու, դա չի նշանակում, որ դու փրկված ես։ Ну, կարամ ասեմ, զոհաբերություն ընծան շատերի մոտ մեկ ուրիշ մոտեցում է, միանշանակ։ Ոմանք ասում են, ինչի պետք է տամ, ինչի պետք է անեմ։ Այդպես, այն ինչ որ դու անում ես, այն ինչ որ դու անում ես, այն ինչ որ դու տալիս ես։ Հասկանում ես, որտեղ էլ որ լինես, որ եկեղեցում, ստեղ լինես, ընդեղ լինես, դա խոսում է քո հավատքը, քո հավատքի մոտեցումը։ Հասկանում ես ինչ եմ ասում։ Այն ինչ որ դու անում ես Աստծո համար։ Եթե քո կյանքը այսօր պատրաստ է, որպեսզի դու պատրաստ ես գնալ Քրիստոսի հետևից եւ այդ գեյզան չնմանվել, ըլն իրապես այն մարդու նման, որ իր տունը սարքեր ժայռի վրա, ինչ փոթորիկել է լավ, ինչ հեղեղել եղավ, այդ մարդը մնաց, իր տունը մնաց, որտեւ իր հիմքը կայուն էր։ Գիտեք, Եփեսացիներից, Եբրայեցիներից 5-րդ գլխում տալիս եմ այդ հետաքրքիր տեղ, շատ եմ սիրում այս տեղը։ Ասում է հետաքրքիր բան։ Ասում է դրա մասին շատ 11 խոսքից, դրա մասին շատ բան ունեմ ասելու, սակայն դժվար է մեկնաբանել, որտեվ դուք լսելու ընդունակ չեղաք, որտեվ ժամանակին ընթացքում պետք է ուսուցիչներ լինեք, բայց դարձյալ կարիք ունեք սովորելու։ Թե ինչ է, Աստծո խոսքերը առաջին նշանագիր են, դուք կաթի կարիք ունեք, այլ ոչ թե պինդ կերակուրի, որտեվ ամեն մեկը ով կատնակեր է, արդարության խոսքը անփորձ է, քանի որ երեխա է։ Իսկ պինդ կերակուրը կատարյալի համար է, որոնց զգայարանները վարժված են բարի ու չարը զանազանելու համար։ Գիտես, ես քեզ խորհուրդ եմ մնես իրապես հասուն հոգևոր, հասկանաս Աստծո խոսքը։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Չնես երեխայի ընթացքը միշտ հələ կաթի կարիք ունենաս։ Ժամանակն է, որ քո կյանքում գա փոփոխություններ։ Ժամանակը, որ հին մարդը հեռանա քո կյանքից։ Նորը հիմնվի Հիսուս Քրիստոսով։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Դա է այն, որ ասում է Տոմսը, այն բիլետը դեպի հավիտենական կյանք։ Քո ինքնամոտեցումը, քո ինքնազոհաբերությունը, դու ինքդ պետք է անես այն քայլը, որ քո կյանքը բերի փոփոխություն։ Դու ինքդ պետք է մեղքին ասես, գիտես, մեղ դու չունես իշխանություն իմ վրա։ Դու ինքդ պետք է ասես, հանգամանքներ դու չունես իշխանություն իմ վրա, հասկանում ես, բայց երբեմն գիտես, ըլնում է մեր կյանքում այն նիպապրավիմը, որ ըլնում է։ Ռեալ մարդը սկսում է, հասկանում ես, շփոթությունների մեջ ապրել։ Մարդը սկսում է Աստծո արժեքները խառնել իր արժեքների հետ եւ այդ ստանդարտները մոտիկացնում է։ Իրանը հույս տալու համար, Իրանը հնազասը, գիտես, դե տենց է, դե ոչինչ, Աստված կսպասի, Աստված սենց է, ես մի օր սենց կանեմ։ Գիտես, եթե կարաս փոխվես, փոխվի, որտեվ ինչ եմ ասում կարաս, որտեվ ամեն բան քո ձեռքում է։ Հիմա ստեղ կարաս ասես, ինչ, բա Աստված ինչ է անելու իմ կյանքում։ Մենակ ես պետք է անեմ։ Գիտես, մեր Տերը արդեն արել է ամենակարևորը քո համար։ Ինքը իր կյանքն է տվել քո համար։ Ինքը խաչի վրա այրուն է թափել իմն ու քո համար։ Հասկանում ես, հաղթանակը մեղքի ու մահի, հասկանում ես, մեղքը չունի այսօր իշխանություն քո վրա, մահը այսօր չունի իշխանություն քո վրա, դու ազատագրված, դու շնորհքի տակ ես, պայքարի Իրանով, հասկանում ես, ու բեր այդ արդյունքները հաղթանակի քո կյանքում։
Որովհետև հասկանում ես, ինաչի չի կարան։ Եվ ասում եմ, նայեք այդ խոսքում ասում եմ, որովհետև ժամանակ ընթացքում պետք է ասում եմ ուսուցիչներ լինեք։ Եկեք ես ինչ եմ ասում ուսուցիչների պարագան ժամանակի ընթացքում, որովհետև այդ Գիեզան երկար ժամանակ ծառայեր Եղիսեի մոտ։ Ինքը պետք է լիներ ուսուցիչ, ինքը պետք է լիներ իմաստուն։ Հասկանում ես։ Բայց ինքը խաբեբա մի հատ ազնվորություն էր, ինքը չէր փոխվել, հասկանում ես։ Հիմքը ունենալ այնա, որ քո տուն ժայռի վրանա, հասկանում ես, որ ոչ մի քամի, ոչ մի աղետ չի անի, то есть դու կայուն կարաս լնես։ Այն խոսքը, որ դու ստանում ես Քրիստոսից, Տիրոջից, դու չես փոխում ոչ մի բանի հետ։ Ասում բայց դարձյալ կարիք ունեք սովորելու։ Եթե ունես կարիք սովորելու, սովորելի։ Եթե կարիք ունես այսօր փոխելու քո կյանքը, փոխի։ Որովհետև այսօր Տերը սպասում է քո քայլին։ Ամեն։ Եկեք ասու ժողովուրդ, Աստված զորավոր է, ամենակարողն է, ճիշտ ասած, էլ ունեմ բաներ ասելու։ Ստախոսության պարագայով, ագահության պարագայով, կրապաշտության պարագայով, հայհոյելու պարագայով, հասկանում ես, էմոցիաների պարագայով, հասկանում ես։ Ես Տերը գիտի քո սիրտը։ Ես կարամ հիմա լիքը հələ բաներ ասեմ։ Այն մեծահարուստը որ ասում է, ամբարս շինեմ, հունցքս հավքեմ, ու ապրեմ ու վայելեմ իմ կյանքս։ Տերը ասեց, այ Արմիտ, հենց այս գիշեր քո կյանքը կվերցեմ քեզանից։ Ումն է պետք քո կյանքը։ Հասկանում եք։ Ստե ցույց է տալի Քրիստոսը, որ նա սամ ձեր մարդու կյանքը կարճ է։ Նա սամ ձեր դու հույր ես այս աշխարհում։ Դու պատկերացեք, դու եկար ու գնացիր։ Դու եկար որևէ ծնվար, դուրս եկար այս աշխարհը, մեծացար, ուսմունք ստացար, աշխատանք, գործ, մեկ էլ մյուս, վազում ենք մի բաների հետևից, ֆինանսներ, աչառություն, հասկանում ես, ընտանիքա, մեկ էլ մյուսը, ու գիտեք, երբեմն մարդ այնքան է բռնվում այս ամեն ինչից, մտածում է այդ ամենը հավերժ է։ Մտածում է ինքը հավերժտենական մի հատ մեքենա է քշելու, մի հավերժտենական մի հատ տուն է, երեխա, չէ, սիրելիս, ամեն բան ժամանակավոր է։ Ոնց որ ժողոված գրքում է տալի, հասկանում եք։ Բայց կա մի բան, որ ժամանակավոր չի։ Կա մի բան, որ հավիտենական է։ Դա մեր Քրիստոսն է, որի շուրջ մենք այսօր ստեղ բոլորս հավաքվել ենք, որի շուրջ, որի մենք այսօր մեծարում ենք, եկել ես դու մի քո կարիքով, մի հոգսով, ուղղակի դու պրոստո երևի եկել ես այսօր լսելու Աստծո խոսք։ Գիտես, դա էլ է օրհնություն, բայց կարևոր որ դու իմանաս քո սրտի դուռը բացել լայն իր առջև։ Հասկանում ես։ Եվ այդ ամեն ինչ որ այդ հին մարդը կա քո մեջ, ժամանակն հանես։ Հասկանում ես, ժամանակն էլ է զոհաբերող, ժամանակն էլ է սիրող, ներող, հասկանում ես, գիտես որտեվ կյանքը կարճ ընթացք ունի։ Դու այսօր պատրաստ ես գնալ Քրիստոսի, դու այսօր պատրաստ ես զոհաբերել, դու այսօր պատրաստ ես փոփոխություններ, ամեն բան քո առջև է։ Եվ հետաքրիր է 50 Սաղմոսը, 52 Սաղմոսը գրեք, 50 Սաղմոսը գրեք, շատ հետաքրիր Սաղմոս է, ասում է, եթե ես լռում եմ, ասում է, նյուժել դու մտածում ես ես քո նման եմ։ То есть լռում Աստված մարդու մեղքերի պատճառով։ Երբ որ Աստված լռում է, ինքը տալիս է հնարավորություն մարդուն, սպասում է, հասկանում ես։ Ինչա ինքը սպասում, որտեղ ինքը քեզ սիրում է։ Բայց գալիս է մի հատ պարագա, որ ինքը ասում է, այդ ամենը դնել եմ քո առջև եւ պահանջել եմ քեզանից։ Չեմ բոլոր դու այսօր Տիրոջն ես, Հիսուսին ես։ Ամեն։ Եկեք աղոթենք Աստծո ժողովուրդ։ Հետաքրքիր չէ Գեզյան, Գեզի, վազեց շահերի հետևից, ստախոսություն, խաբեբայության հետևից եւ իտոգում ստացավ այն ինչ որ ինքը ուզում էր։ Ուզում էր Նեմանից հարստություն ստացավ, Դաբավը քլը ստացավ Նեմանի բորոտությունը։ Սելես, թո երբեք ձեզ չկպչի ոչ մի բորոտություն։ Ես խոսում եմ, հասկանում եք, մեղքի պահն եմ խոսում, որտեվ այսօր մեր կյանքում այնքան հասկանում ես ցանկությունը, ասում եմ մի սիրեք այս աշխարհի, ինչ որ այս աշխարհի մեջ է։ Գիտեք այդ ումն ուղված, դա ուղված է հոգևորներ, մարդիկ ովքեր ասում են, ես հավատում եմ Հիսուս Քրիստոսին։ Հավատում ես, սիրում ես, դա մի սիրի այս աշխարհը։ Չգիտես ոնց ալու մեր մոտ։ Ես սիրում եմ Քրիստոսին, բայց սիրում եմ նաև այս աշխարհը։ Նու չեմ կարա չսիրեմ, դե չէ որ ես ապրում եմ այս աշխարհում։ Գիտես, Աստծո խոսքը չի ասում փակվի քո տունը տնից դուրս մի արի։ Աստծո խոսքը ասում է, գիտես, ոչ թե թող ժամանակը տիրի քեզ, այլ դու տիրի ժամանակը։
Տիմոթեոսի առաջի թղթի 6-րդ գլխում, երբ որ մենք կարդում ենք արծաթասիրության պարագայում, այնտեղ ասում է՝ մի եղեք արծաթասեր, մինք ասում է, ինչ ես բերել ես աշխարհ, որ ինչ էլ տանես, то есть մի եղիր բռնված, հասկանում եք, թող արծաթին դու տիրիր, ոչ թե արծաթը քեզ տիրի։ То есть մեղքի ստրուկ մի եղիր, ոչ թե մեղքը քեզ տիրի, այլ դու մեղքին տիրիր, իշխանություն ունեցիր, կանգնեցրա այդ մեղքը։ Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Ամեն։ Եկեք աղոթենք։